Էկոնոմիկայի նախարարությունը հրապարակում է կատարել։ Վերջին շրջանում ակտիվացել է գերփոքր բիզնեսը հարկային պարտավորություններից ամբողջությամբ ազատելու մասին հայտարարություններն ու քննարկումները։ Մասնագետների գնահատմամբ նման մոտեցումները ոչ միայն իրատեսական չեն, այլև կարող են լուրջ ռիսկեր ստեղծել տնտեսության համար։ Մի քանի կարևոր փաստեր եւ թվեր պաշտոնական վիճակագրությունից։ 2024 թվականին գերփոքր ձեռնարկատիրություններն ապահովել են տնտեսական գործունեություն իրականացրած տնտեսվարողների կողմից պետբյուջե վճարման ենթակա հաշվարկված հարկերի 20.2%-ը։ 2018-ից 2024 թվականներին գերփոքր ձեռնարկատիրությունների թիվն աճել է 68.6%-ով։ Նույն ժամանակահատվածում դրանց շրջանառությունն աճել է մոտ 4 անգամ կամ շուրջ 295%-ով։ Միաժամանակ ոլորտը հարկային պարտավորություններից ամբողջությամբ ազատելու դեպքում կարող են առաջանալ մի շարք ռիսկեր՝ ստվերային գործունեության խթանում, հարկային թափանցիկության նվազում եւ խոշոր բիզնեսների արհեստական մասնատում։ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2026 թվականի հունվար-մայիսին 2025 թվականի համադրելի ժամանակահատվածի համեմատ Հայաստանում սպառողական գների ինդեքսն աճել է 4.5%-ով, իսկ 2025 թվականի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է աճ 3.7%-ով։ Մասնավորապես սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքների գները 2025 թվականի հունվար-մայիսի համեմատ աճել են 7.2%-ով։ Ալկոհոլային խմիչքների ծխախոտային արտադրատեսակների գները 2025 թվականի հունվար-մայիսի համեմատ աճել են 8.6%-ով։ Հագուստի եւ կոշիկի գները 2025 թվականի հունվար-մայիսի համեմատ աճել են 1.1%-ով։ Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի եւ վառելիքի այլ տեսակների գները 2025 թվականի հունվար-մայիսի համեմատ աճել են 0.4%-ով։ Տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի եւ բնակարանի ընթացիկ սպասարկման գները 2025 թվականի հունվար-մայիսի համեմատ աճել են 0.5%-ով։ Առողջապահության գները 2025 թվականի հունվար-մայիսի համեմատ աճել են 4%-ով։ Տրանսպորտի գները 2025 թվականի հունվար-մայիսի համեմատ աճել են 3%-ով։ Կապի ծառայությունների գները 2025 թվականի հունվար-մայիսի համեմատ աճել են 0.8%-ով։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-Հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների, Ասիական զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման եւ զարգացման Եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է դեպարտամենտը։ Հեռավար հանդիպմանը մասնակցել են նաեւ Սիսիան-Քաջարանի կառուցման ծրագիրն իրականացնող ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի պատասխանատուներ։ Հիշեցնենք, որ Սիսիան-Քաջարան շուրջ 60 կիլոմետր երկարությամբ նոր ճանապարհը նախատեսված է կառուցել 3 լոտով՝ հյուսիսային 27 կիլոմետր, Բարգուշատի թունելի 8.6 կիլոմետր եւ հարավային 24.2 կիլոմետր հատվածներ։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը ներկայացրել է բոլոր 3 ենթահատվածներում կատարված եւ ընթացքի մեջ գտնվող աշխատանքները, որոնք առնչվում էին ֆինանսական, հողերի օտարման, գնումների թեմաներին։ Աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձ է եղել տարբեր փուլերում ծրագրի իրականացման ժամանակացույցին, հատկապես շեշտադրվել են ճանապարհային անվտանգության խնդիրները։